Բարև բոլորին, դուք գիտեք ծխագիտության դպրոցական դասագիրքը ասենք մի քիչ անիրական էր։ Այսօր մենք ճանապարհորդության ենք գնալու արեգակնային համակարգով, որը վստահ եմ ձեզ կստիպի բոլորովին նորովի նայել մեր տիեզերական տանը։ Բոլորի գլխում այս նկարն է, չէ՞։ Արևը կենտրոնում է եւ մոլորակները պտտվում են նրա շուրջը կոկիկ շրջաններով։ Ամեն ինչ այնքան ճիշտ է եւ կանխատեսելի։ Իսկ եթե ես ձեզ ասեի, որ այս մոլորակներից մեկն ընդհանրապես պտտվում է մյուս ուղղությամբ, եւ սա հավատացեք դեռ սկիզբն է, իրականությունը շատ ու շատ ավելի տարօրինակ է ստացվել։ Դե, պատրաստ ես։ Հետո գնանք։ Սկսվում է մեր շրջագայությունը արեգակնային համակարգի ամենատարօրինակ եւ անկեղծ ասած բոլորովին անսպասելի անկյուններով։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կռվել, քանի որ առջևում մեզ սպասում է իրական տիեզերական սկուտեղ։ Այսպիսով մեր ճանապարհորդության առաջին մասը հանդիպում է ներքին համակարգի իրական ապստամբների հետ։ Սրանք այն մոլորակներն են, որոնք թվում է, թե մեզ ամենամոտ են, բայց իրենց մեղմ ասած կանոններով չեն պահում։ Եվ առաջին շարքում Վեներան է։ Եվ հենց այստեղ է սկսվում զվարճանքը։ Մեր համակարգի բացարձակապես բոլոր մոլորակները պտտվում են մեկ ուղղությամբ, հակառակ ուղղությամբ։ Ամեն ինչ բացի Վեներայից։ Նա ինչպես իսկական ապստամբը որոշեց, որ կպտտվի ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Գիտնականները դեռ գլուխները քորում են, թե ինչու է դա տեղի ունեցել։ Հիմնական տարբերակներից մեկը հեռավոր անցյալում ինչ-որ վիթխարի բախումն է, որը բառացիորեն շրջել է մոլորակը ներսից։ Բայց Վեներան մեր մոլորակային ընտանիքում միակ այդքան դժվար դեռահասը չէ։ Մենք ավելի ենք թռչում դեպի Մերկուրի։ Սա արեգակին ամենամոտն է եւ պայմաններն այնտեղ լավ գունատից այն կողմ են։ Պարզապես պատկերացրեք այս ճճանակը։ Օրվա ընթացքում Մերկուրիի վրա այն գումարած 400 երեսաբանական է կապարը հեշտությամբ հալեցնելու համար։ Իսկ գիշերը բամ մինուս 140։ Սառցե անապատ։ Եվ ամեն ինչ, քանի որ այն ըստ էության չունի մթնոլորտ, որը կպահպաներ ջերմությունը։ Այն նման է հսկա տիեզերական ժայռի, որը կամ տապակվում է, կամ սառչում։ Ապստամբների հետ լավ վարվեցի։ Իսկ ինչ կասեք մեր ամենամոտ հարևանների մասին։ Թվում է, թե մենք ուսումնասիրել ենք Լուսինը եւ Մարսը ներսից եւ դրսից, բայց նրանք նաեւ պահուստում ունեն մի երկու գաղտնիք։ Իդեպ սա փոխաբերություն չէ։ Լուսնի վրա կոշիկի հետքը կարող է իսկապես հավերժ մնալ։ Ինչու՞։ Այո, քանի որ այնտեղ մթնոլորտ չկա։ Ընդհանրապես, սա նշանակում է, որ չկա քամի անձրև էրոզիա, ոչինչ, որը կարող է ջնջել այդ հետքերը։ Այսպիսով Ապոլոյի տիեզերագնացների կոշիկների հետքերը դեռ կան։ Պատկերացրեք տիեզերքում մարդկության առաջին քայլերի ուշարձան ժամանակի մեջ սառած։ Բայց սա նորություն է, որը կարող է փոխել մեր ողջ ապագան տիեզերքում։ Պարզվում է, որ մարսյան հողում ջուր կա։ Այո, այնտեղ շատ քիչ է, մոտ 2, բայց կա եւ սա ուղղակի ֆանտաստիկ հեռանկարներ է բացում։ Պարզապես մտածեք, ստիպված չեն լինի ջուր բերել գետնից։ Նրանք կկարողանան արդյունահանել այն, հետևաբար շնչառության համար թթվածինը բառացիորեն փորելով իրենց ոտքերի տակ։ Լավ, հիմա ամուր բռնիր։ Մենք թողնում ենք համեմատաբար հանգիստ ինտերիերը եւ մտնում ենք արեգակնային համակարգի իսկական հրեշների տիրույթ, որտեղ գազային հսկաները կառավարում են մեր մոլորակի չափերի փոթորիկները։ Բոլորը տեսել են այդ հայտնի մեծ կարմիր կետը Յուպիտերի վրա, այնպես չէ։ Այսպիսով սա պարզապես ինչ-որ նշան չէ, սա փոթորիկ է, վիթխարի չափերի փոթորիկ, որը մոլեգնում է առնվազն մի քանի 100 տարի։ Եվ այս վայրում մասշտաբները հասկանալու համար մեր երկրի նման 2 կամ նույնիսկ 3 մոլորակները հեշտությամբ կարող են տեղավորվել, դա ուղղակի անհավանական է։ Հիմա Սատուրն նա հայտնի է իր օղակներով, բայց ունի մեկ այլ բան։ Այն պտտվում է ահավոր արագությամբ։ Նրանից ընդամենը 10-5 ժամ է պահանջվում մեկ հեղափոխություն իրականացնելու համար։ Պատկերացրեք այսպիսի հսկա գագաթ։ Եվ այս արագ պտույտի պատճառով այն բառացիորեն հարթվում է։ Թվում է, թե այն ուռչում է հասարակածի մոտ եւ կծկվում բևեռներում, ուստի Սատուրնը կատարյալ կլոր չէ, այլ կարծես թե մի փոքր հարթեցված գնդակ է։ Դե, Ուրանը ընդհանրապես տարօրինակությունների չեմպիոն է։ Նախ այն պտտվում է կողքի պարկած վիճակում։ Պարզապես պատկերացրեք, որ բոլոր մոլորակները գագաթներ են, որոնք պտտվում են կանգնած ժամանակ, իսկ Ուրանը գնդակ է, որը պարզապես գլորվում է իր ուղեծրով։ Արդեն անսովոր է, չէ՞։ Բայց սա դեռ ամենը չէ։ Կա մի հիմնավոր տեսություն, որ նրա մթնոլորտի խորքում ճնշումն այնքան ահռելի է, որ այնտեղ ածխածինը վերածվում է ադամանդի եւ դրանք ուղղակի թափում են անձրևի պես։ Իրական ադամանդե անձրևներ։ Այստեղ է գտնվում Գանձարանը։ Իսկ հիմա Նեպտուն։ Եվ ահա մենք ունենք քամիների ռեկորդակիր։ Պարզապես լսեք այս ցուցանիշը 2100 կմ/ժ։ Որպեսզի պատկերացնենք, սա մոտավորապես 5 անգամ ավելի արագ է, քան երկրին երբևէ հարվածած ամենահզոր փոթորիկները։ Սրանք ուղղակի գազային գերձայնային հոսքեր են, ամենաարագ քամիներն ամբողջ արեգակնային համակարգում։
Եվ մեր շրջագայության վերջում եկեք գնանք շատ ծայրամասեր, մի փոքրիկ հեռավոր, բայց ոչ մոռացված աշխարհ։ Իհարկե մենք կխոսենք Պլուտոնի մասին 16-5 միլիոն քառակուսի կիլոմետր։ Հիշեք այս թիվը։ Սա Պլուտոնի ամբողջ մակերեսն է։ Իսկ հիմա ուշադրություն դարձրեք։ Այո, ձեր աչքերը ձեզ չեն խաբում։ Այս գաճաճ մոլորակի այս հեռավոր սառցե աշխարհի մակերեսը ավելի փոքր է, քան Ռուսաստանի տարածքը։ Պարզապես մտածեք դրա մասին։ Ամբողջ մոլորակը լավ նախկին մոլորակը երկրի վրա մեկ երկրից պակաս է։ Սա իսկապես օգնում է հասկանալ, թե իրականում որ փոքր է Պլուտոնը։ Այսպիսով նրա կարգավիճակը որպես գաճաճ մոլորակ միանգամայն արդարացված է, այն պարզապես չէր կարող մաքրել իր ուղեծրի շուրջ տարածությունը։ Եվ չնայած Պլուտոնի երկրպագուները դեռ զայրացած են, այս զվարճալի արտահայտությունը կարծես հուշում է։ Գիտությունը տեղում չի կանգնում, եւ տիեզերքի մասին մեր պատկերացումներն անընդհատ փոխվում են։ Դե ինչ ստացվեց մեր փոքրիկ ճամփորդությունը։ Իսկ ո՞րն է եզրակացությունը։ Եվ եզրակացությունը պարզ է, մեր արեգակնային համակարգն ամենևին էլ այնքան հանգիստ կանոնավոր նկար չէ դպրոցական դասագրքից։ Դա ավելի շուտ եռացող կաթսա է, լիապստամբ մոլորակներով, հսկա փոթորիկներով եւ բացարձակապես անհավանական տարօրինակություններով։ Սա աշխույժ, քաոսային եւ աներևակայելի հետաքրքիր վայր է։ Եվ ամենազարմանալին այն է, որ մեր հայտնաբերած յուրաքանչյուր նոր պատասխանը տասնյակ նոր հարցերից տեղիք է տալիս։ Եվ սա երևի գլխավորն է։ Եթե նույնիսկ մեր բակում այդքան զարմանալի ու անհայտ բան կա, ապա ինչ է թաքնված այնտեղ հետո։ Ինչ այլ գաղտնիքներ եւ բացահայտումներ են սպասում մեզ տիեզերքի անսահման խավարում,